Ազգային ժողովի հարգելի փոխոստնակ, հարգելի գործընկերներ, շատ լավ դասավորություն ստացվեց գլխավոր դատախազի զեկույցից հետո քննչական կոմիտեի ղեկավարի զեկույցը եւ բարձրացնում է, որ հաջորդը կլինի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի զեկույցը, շղթան մեզ տալիս է հնարավորություն հասկանալու, թե մենք ինչի միջով ենք անցնում եւ ինչ խնդիրներ ունենք լուծելու։ Եթե հիշում եք, իմ հարցը, որ ես հնչեցրեցի գլխավոր դատախազին, հիմնականում առաջվում էր հոկտեմբերի 27-ին, այսօրվա իմ եւ ելույթս նույնպես առնչվում էր հոկտեմբերի 27-ին եւ դատախազության կողմից իրականացված գործողություններին, ոչ թե 27-ի, այլ նաեւ այլ գործողությունների, բայց դա առանձին թեմա է։ Պարոն Օհանյանին ուզում եմ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի հարցաքննվել գուցե քննչական մարմիններում, բայց Նիկոլ Փաշինյանը 10 ժամ եղել է ազգային ժողովի կողմից ձևորված քննիչ հանձնաժողովում, որից 5 ժամը բացի եթերով ներկայացրել է այն ինչ որ պետք է ներկայացներ հանրապետության վարչապետը եւ մյուս 5 ժամը փակ ձևաչափով պատասխանել է ազգային ժողովի պատգամների հարցերին եւ այդտեղ դուք բացակայում եք։ Ունեք այդ հնարավորությունը, բացակայեցիք։ Դա ձեր իրավունքն է եւ հիմա անդադ որ պահանջում եք քննիչ հանձնաժողովի օր առաջ զեկույցը, դուք կարող եք ավելի շուտ այդ զեկույցին ծանոթ լինեիք, բայց սեպտեմբերի 27-ից հաջորդող օրերի ընթացքում դա կներկայացվի ազգային ժողովին։ Սա Նիկոլ Փաշինյան, բայց նաեւ քննիչ հանձնաժողովը ուղարկեց ձեր կողմից շատ հարգված երկու գեներալների, որպեսզի իրեն գան եւ որոշակի հարցերի պատասխանեն Տիրան Խաչատրյան գեներալ լեյտենանտ եւ գեներալ գնդապետ Մովսես Հակոբյան։ Դրանք ձեր սիրելի գեներալներն են, որից մեկը եղել է երկուսի հետ էլ անցած ճանապարհ ունեք, բայց նրանք մերժեցին, հիմնավորելով չհիմնավորված տեսակետ։ Իրանց իրավունքն է։ Դրա փոխարեն գնացին քննչական կոմիտե եւ սկսեցին քրեական գործի շրջանակներում պատասխանել քննչական մարմինների կողմից տրված հարցերին։ Ասեմ, որ քննչական մարմինները 13000-ից ավել քրեական գործեր ունեն, հարուցած, որից մեջ եւ դավաճանության հոդվածներ կան, եւ թերացումներ, ամեն ինչ, այն ինչ որ պարոն Արթուր Պողոսյանը ներկայացրեց։ Պարոն Պողոսյան, դուք այն պաշտոնյան եք, որ 18 թվականից հետո զբաղեցրել եք մի շարք պաշտոններ քննչական մարմիններում, դա ազգային անվտանգության ծառայության քննչական ծառայության ղեկավար, հետո դատախազություն, հիմա քննչական կոմիտեի ղեկավար։ Մեր երկրի ճակատագրական իրողությունների մեջ շատ կարևոր գործերը ձեզ ծանոթ են, սկսած հոկտեմբերի 27-ից։ Ինչ էր մինչև հոկտեմբերի 27-ը մեր երկրում տիրող իրավիճակը։ Հայաստանի ժողովուրդը օրինական ճանապարհով, լեգիտիմ ճանապարհով ընտրեց օրինավոր իշխանություն, հանձինս միասնություն դաշինքի։ Եվ այդ իշխանությունը ձևավորեց իշխանության մարմիններ, նշանակեց վարչապետ, նախարարներ եւ գործում էր։ Եվ դա չներվեց մեր ժողովրդին, տեղի ունեցավ հոկտեմբերի 27։ Եվ իշխանության մյուս թևի ներկայացուցիչը, հանձինս հանրապետության նախագահը, որ մինչ այդ հայտարարել էր իրեն Անգլիայի թագուհու կարգավիճակով, այսինքն պարապեր, մեկ էլ սկսվեց իշխանության համար պատերազմ։ Հոկտեմբերի 27-ի գործողություններից հետո մեր երկիրը ընկավ մի հատ գահավիժեց այնպես, որ մեր բոլոր անհաջողությունները սկսեցին դրանից հետո եղավ եւ մարտի 1, եւ քառորյա պատերազմ, եւ 44-օրյա պատերազմ, եւ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած գործողությունները, որը նույն բովանդակությունն էին, ինչ որ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին։ Պարզապես այդ օրը չկարողացան գտնեն Նիկոլ Փաշինյանին։ Գտան Արարատ Միրզոյանին եւ կադրերից պարզ տեսնում եք, որ հրոսակախումբը ասում էր, «Էլ մի խփեք, նա արդեն դիակ է», այսինքն իրենք դիակ էին ուզում տեսնել եւ լավա որ պարոն Միրզոյանը ողջ մնաց եւ այսօր էլ արտաքին գործերի նախարարությունը ղեկավարում է եւ իրականացնում է այն նպատակը, որ կոչվում է խաղաղության օրակարգ։ Բայց կներեք, այդ գործողությունների մեջ ներգրաված էին ուժեր նույն նոյեմբերի 9-ից 10-ը խմբեր, որը ես համոզված եմ գոյություն ունեին նաև մարտի 1-ին փողոցում, որտեղ իշխանությունները հոկտեմբերի 20-ից հետո գտան այն ուժը, որով պետքա պահեին իշխանությունը, կեղծեին ընտրությունները։ Այդ ուժը թաղի խուժանն էր։ Բոլոր թաղերում 18 թվականին բոլորս տեսել ենք Փարաքարի խաչմերուկ, Էրեբունի թաղամաս, խմբեր, բայց այդ խմբերը
Փաստավակ խմբի զեկույցներից մեկում հստակ նշված էր, այդտեղ միայն համազգեր չէին ստացել, այդ խմբերը ունեին պարագլուխներ, եւ այդ պարագլուխներից շատ-շատերը հիմա էլ եթե չեն փախել Հայաստանից, գտնվում են այդ տարածքում եւ շատ կենսունակ են։ Ինիտուսի գիշեր, տեսակ, մի հրահանգով բոլորը լցվեցին փողոց, գնացին այն ուղղություններով, որտեղ պետք է լուծեին իշխանության խնդիր։ Եթե հաջողվեր գտնեին Նիկոլ Փաշինյանին, այդ դեպքում կներեք նույն նպատակը, որ դրված էր Արարատ Միրզոյանին այդպես հոշոտելու մեջ, ավելի դաժան կլինեին հանրապետության վարչապետի նկատմամբ եւ կլիներ հերթական հոկտեմբերի 27-ը երկիրը կմտներ քաոսի մեջ եւ դուրս էր գալու։ Հետո սկսեցին մեղավորներ փնտրել, իշխանություն ձևով ով ոնց պատկերացնում էր, էլի թաղի խուժանը ձևով իշխանություն, ընտրության ձևով լիներ, թե այլ ձևերով, մենք դա տեսել ենք։ Պարոն Պողոսյան, Մարտի 1-ի զեկույցները մնում են շատ ակտուալ, որտեղ ուզենք թե չուզենք, Մարտի 1-ի զեկույցները դեռ իրենց արժանի ոչ միայն գնահատականը չի ստացել, այլ դատարաններում դատաքննության փուլում չի պարզաբանվել 038 հրամանը, նրա մեջ ներգրաված զինված ուժերը, այն պաշտոնյաները, որոնք որոշումներ են կայացնում, արտակարգ դրության ժամանակ թե ոչ, այն նախարարները, որոնք լքեցին Հայաստանը, մինչև հիմա չենք կարող գտնենք։ Ուր է Միխայել Հարությունյանը, գնացեք, եկեք գտնենք։ Պաշտպանության նախարարները, որոնք երկիրը պիտի պաշտպանեն, փախան։ Վիգեն Սարգսյան, Միխայել Հարությունյան, Արշակ Կարապետյան, այս ինչ աղետ է, այս ինչ փորձանք։ Բոլորը պետք է գան եւ պետք է այս երկրի առաջ, քանի որ այդ պաշտոնը ստանալուց իրանք երևի չեն հասկացել, այդ այն պաշտոններն են, որտեղ որ գրվում է մեծ պատասխան մեր ժողովրդի առաջ, անվտանգային համակարգի համար մեկ պաշտոնյաներն են եղել։ Չկան։ Ցնդեցին։ Շատ լավ։ Հիմա մարտի 1 եւ 44 օրապատերազմ հոկտեմբերի 27, երբ որ ես այդ հարցը տալիս եմ, ակնկալում եմ նաեւ, որ այդ պատասխանը այնուամենայնիվ այսօրվա եզրափակիչ խոսքում գլխավոր դատախազը պետք է հիշատակեր, որ այդտեղ խնդիրները կան եւ ես շատ ուրախ եմ, որ դուք ձեր խոսքում նաեւ նշեցիք, որ անջատված մասով խումբը աշխատում է իմ հորդորը ձեզ, քանի որ ես բոլոր գործերին ինչ որ չափով ի պաշտոնը ունեցել եմ առնչություն, խորհուրդ եմ տալիս ձեզ քննչական խումբը, որը որ հոկտեմբերի 27-ով զբաղվել է այս գործով, պարոն Գագիկ Ջանգիրյանի գլխավորությամբ այնտեղ բարձրակարգ քննիչներ են եղել, ես մի քանիսի անուն տվել եմ, որպես խորհրդատուներ կանչեք նրանք այնպիսի ինֆորմացիա են տիրապետում, որ ոչ միտեղ չեք գտնելու։ Ես գիտեմ, որ Արգիշտի Քարամյանը, երբ որ զբաղվում էր ազգային անվտանգությունում նաև դուք այս գործով, նաև ուղղությունների եք բաժանել եւ այդ ուղղությունների մեջ շատ կարեւոր են եղել այն ձայնագրությունները, որը մինչեւ հիմա գուցե փոշի է դրացվել։ Մինչև հիմա մենք չգիտենք 27-ի զենքերի դրա առնչությամբ հետ կապված գործերը, բայց հիմա խոսքը վերաբերվում է անջատված մասը, օր առ աջ, որպեսզի գտնի այն ամենի պատասխանը, որը մենք կորցրել ենք։ Կորցրել ենք, որտեղ անկեղծ չենք եղել, չենք ուզել որ բացահայտվի։ Շատ ազդեցիկ ուժեր են եղել։ Ուզունյանի փախուստը ձեզ օրինակ, Սամվել Ուզունյան։ Երբ որ վիճակ փոխվեց Հայաստանում, մեկ էլ պարզվեց, որ գտել են մի դատավորի, որը արագացված, նույնիսկ կարևոր վկաներին կարող այսպես արանքից չրտիկ ցենկո, ոնց։ Բա Ուզունյանի տեղը չգիտենք։ Բա դուք ասում եք, հարց տվեցին ձեզ, քննչական մարմինը ազգային անվտանգությունում էֆեկտիվ էր, կարող եմ ասել, այո, էֆեկտիվ էր, շատ։ Որակական ցուցանիշը շատ բարձր էր։ Դուք ասեցիք, որ այն քննչական մարմինը, որը ունի օպերատիվ ծառայություն, խնդիրները նաև արագության եւ օպերատիվության մեջ զիջում են։ Դա էլ է ճիշտ։ Մենք որոշում ենք ասել առանձնացնենք եւ ամբողջացնենք քննչական մարմինները։ Բայց չէ որ հատուկ քննչական ծառայությունը, որ հետո դարձավ հակակոռուպցիոն, հա, մարմին, ինք ունի օպերատիվ ծառայություն եւ իր նաեւ աշխատանքի հաջողությունը այսօր պայմանավորված է նաեւ այդ ծառայության լինելիությամբ։ Եկեք մի հատ այստեղ էլ մտածենք ինչ ենք անում, որպեսզի այն հիմնական խնդիրները, որ արագ պետք է լուծումներ գտնեն, կառուցվածքային եւ բովանդակային առումով կարողանանք ճիշտ ընթացակարգերի մեջ տեսնենք, պարոն Պողոսյան, քննչական կոմիտեն ոչ միայն 44 օրյա պատերազմի, 100 օրյա պատերազմի եւ հետագա այսօր շատ մեծ ծանրության բեռ է վերցրել իր վրա, որովհետեւ հիշում եք երկու լսումներ արեցինք անհետքորածների եւ գերիների հարցով։ Առաջինում կար այսպես շփոթվածություն, բայց երկրորդում այնուամենայնիվ քննչական մարմինները ցույց տվեցին, որ ունեն իրականացրած քննչական գործողություններ, որտեղ նաև անհետքորածների հետագիծն է տեսանելի դարձրել, ակետից բեկետը եւ մինչև այդ պահը։
որտեղ մենք կապը կորցրել ենք, դա էլ աշխատանք, դա էլ է գործողություն, բայց այդ ամենը պետքա չասենք, որ արեցինք ու բավարարեցինք, այս հարցերի մեջ պետքա անսահման նվիրվածություն, որտեղ եթե այդ նվիրվածությունը չլինի պետության նկատմամբ պարտականությունների կատարման մեջ, մենք չենք հաջողի, որտեղ անտարբերությունը մեզ կհոշոտի։ Շնորհակալություն, մաղթում եմ ձեզ եւ մեզ բոլորիս համատեղ աշխատանք, արդյունքների ցուցադրում ոչ թե մյուս տարի նոր զեկույցի շրջանակում, այլ դուք պետք է առիթ գտնեք հանրությանը տեղյակ պայեք, որ այսօր, ոնց որ ասեցիք Արադ Միրզոյանի հարցում 10 հոգի սպանության փորձով բան կանեն, կալանավորված կլինեն։ Այ պետք է մեզ ցույց տաք, որ այդ 10-ից բացի եղել է իշխանության խնդիր։ Սահմանական կարգի փոփոխության տեսքով։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։